Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլգերսոն, օր սեպտեմբերի 28։ Պատրաստ եղեք։ Մատթեոսի ավետարանի 24-րդ գլխում Տեր Հիսուսը մի առակ է մեջբերում սովորեցնելու իր վերադարձին պատրաստ լինելու համար։ Սրա համար դուք էլ պատրաստ կացեք, որ այն ժամին, որ դուք չեք կարծում, Մարդի Որդին կգա։ Ուրեմն ո՞վ է այն հավատարիմ և իմաստուն ծառան, որի Տերը նրան իր ծառաների վրա դրավ, որ նրանց կերակուրը տա ժամանակին։ Երանի այն ծառային, որ նրա Տերը երբ որ գա, նրան այնպես անելիս գտնե։ Ճշմարիտ ասում եմ ձեզ, որ նրան իր ամեն ունեցածների վրա կդնի։ Բայց եթե այն չար ծառան իր սրտում ասի, իմ Տերը գալը ուշացնում է, և սկսի իր ծառայակիցներին ծեծել և արբեցողների հետ ուտել և խմել, այն ծառայի տերը մի օր կգա, որ նա չի սպասում, և մի ժամ, որ նա չգիտի, և նրան միջիցը կկտրե, և նրա բաժինը կեղծավորների հետ կդնի, այնտեղ կլինի լացը և ատամների կրճտելը։ Մատթեոս 24-րդ գլուխ 44-51 խոսքեր։ Տեր Հիսուսը խոսում է ծառաների, այսինքն հավատացյալների մասին։ Առաջի ծառան նկարագրվում է որպես հավատարիմ, իսկ մյուսը չար։ Ի՞նչն է մյուսին չար դարձնում Աստծո աչքերում։ Տեր Հիսուսի խոսքերով, դա այն բանն է, որ նա ասում է իր սրտում։ Խոսք 48։ Այն ծառան նման միտք չի արտաբերում կամ չի հռչակում, այլ իր մեջ սնուցում է այս դիվային սուտը։ Տերը ուշացնում է իր գալուստը։ Ուշադրություն դարձրեք, որ նա չի ասում Տերը չի գալու, այլ ուշացնում է իր գալուստը։ Այլ կերպ ասած, Տեր Հիսուսը չի վերադառնա իմ սերնդում։ Այս չար ծառան անկասկած հավատացյալներին բնորոշ օրինակ է, գուցե նույնիսկ եկեղեցու ծառայող։ Նրան պատվիրվել էր արթուն լինել և պատրաստ լինել, որովհետև Մարդու Որդին կգա այն ժամին, երբ դուք նրան ամենաքիչն եք սպասում։ Խոսք 44։ Սակայն այս մարդը արատավորում է իր խիղճը, ընդունելով սատանայի ստերը։ Նման մտածողության արդյունքն այն է, որ ծառան չի տեսնում արդար կյանքի կարիքը։ Ապրելով երկու աշխարհներում նա տրվում է չար կյանքին, կարծելով, թե ինքը պաշտպանված է արդար դատաստանից։ Ուրեմն, սիրելիներ, թող յուրաքանչյուր ծառա հավատարիմ մնա մեր Տիրոջը, շարունակելով լինել արթուն և պատրաստ։